չխառնվեք իմ դասարանի խնդիրներին ու թույլ տաք, որ ես ինքս լուծեմ այդ խնդիրները։ Գիտես ինչ, Պետրոսյան, քո դասարանը կարող է էլ քոնը չլինել։ Ես եմ քեզ դասղեկ նշանակել, ես էլ կհանեմ։ Ջան, դες ինչ սիրուն եմ կտրտել, որ ուտես։ Չեմ ուզում, պապ։ Ուզում ես ցավդ տանեմ, դու չգիտես, ուզում ես վերցրու, հա մի հատ։ Պապա, Լևոնը երբ ա գալու։ Կգա սիրունս, կգա, անպայման կգա։ Բայց ինչքան պիտի սպասեմ, որ գա։ Մի քիչ ցավդ տանեմ, մի քիչ էլ որ սպասես կգա։ Բա հիմա քանի ածանեմ, որ գա։ Դասիա արևս, դասիա կվերջացնի ու կգա ցավդ տանեմ։ Ես էլ եմ չէ դպրոց գնալու։ Աբա ոնց։ Ես էլ եմ չէ Լևոնի պես մեծանալու։ Հա, մեծանալու ես իհարկե ցավդ տանեմ։ Պապա, այդ մի քիչը չանցավ։ Չի ցավդ տանեմ, դեռ չի։ Ասես ազանգեմ, հա։ Լավ չես ուզում մի ասա, դու գիտես։ Մամել, կներես ուղղակի չեմ ուզում խոսեմ այդ թեմայի մասին։ Լևոն, ուրեմն սրանց հետո քայլ գցելուց առաջ մի հատ մտածի նոր։ Այդ ինչ չես վերցնում որ։ Չեմ ուզում։ Ինչի, եկամուտ զանգա, հա։ Լավ, եկեք խմենք շարժ փորձանքից հեռու։ Ախպեր, հա էլի իսկական Մանգոս, իրիկու ինչ ես անում։ Ինչի։ Դե բոյկա։ Ասի գաս նայես, լավ հիշողություններ արտնանա մեջդ։ Ուղղակի մի քիչ խառնում էլի։ Հավես։ Ախպեր կողս լսողն է կմտածի թույն բիզնեսների մեջ ես։ Ալի ինչ աղը որպես խառնես, ասա խառնվ ենք դզվի։ Շնորհակալ եմ Տիկ ջան, ուղղակի անձնական հարց է։ Սիրայի։ Ես դու շատ նախանձ մարդ դուրս է կարի դես։ Այդ ինչի։ Տասակը դուրս ավոր եկել է դես։ Սաղ գիշեր չեմ քնի ямասին եմ մտածել։ Տիկ դասակը շատ լավ մարդ է։ Ինչու մենք վատն ենք։ Տերնում ես մանվելի մասին ինչ վատ կարծիք ունի։ Լավ Տիկ, փագենք թեման։ Երկուան սպասել եմ Լևոն։ Լավ։ Գաս կնայես բոյը ու հետո ինձի կասես։ Կարվերներ լավ թե նայել է։ Լավ։ Իսկ հիմա ինձ կներեք ես գնամ գործեր ունեմ։ Ճամփեմ գա։
կտնաս, մանգուստն իմն է։ Ինչի որ։ Այ կտնաս այսօր կպնելու է ինքը։ Հա։ 100% դու կարաս արդեն ստավկիկով զբաղվես։ Ասված տա։ Այսօր գնալու ենք, չէ՞ երեկոյան։ Ուր։ Ոնց։ Մամայի համար լավ բաներ առնելու։ Պապ ուզում ես ես տեղան դնեմ։ Ինչ են դիր։ Հատեսում։ Էսի աղջի, քեզ ասել եմ, որ ընդհանրապես մերից հեռու մնաս, ասել եմ թե չէ։ Մեր ինչքան քո աղջիկն է ինքան էլ իմն է։ Ես ինչ եմ ասում։ Դու մերի կողքերը չերևաս, ես քեզ լավով եմ ասում։ Թե չէ ոտերդ կջարդեմ, պարզա։ Չսպառնաս։ Հաստատ դու մերին արժանի չես։ Թե չէ դու արժանի ես, լավ չես զգում քեզ, հա։ Ինչ ա եղել քո այդ քոլեզով խոսացի դուրդ չեկա։ Դու սեն շարունակի ու կտենես ես ինչ եմ ընդունակ։ Աստղ քանի աշկ եմ փակել, գնա ու ապրի։ Թե չէ հակառակ դեպքում եթե մերի կողքեր երևացիր, ես հուրու հավիտյան քո աշկերը կփակեմ։ Պարզա։ Մերի։ Հանսետ, գոնե մի քիչ հանգստացար։ Մի քիչ հա։ Մենք շնորհակալ եմ։ Ինչի համար, այլ չասես։ Որ եկար։ Լուրջ եմ ասում, եթե չգար, ես չգիտեմ, թե ինչ կանեի։ Գիտես, հենց գնացիր ընկեր Պետրոսյան ասաց, որ գամ մոտդ։ Պետրոսյան ինձ մամայից լավ է հասկանում։ Ինչ լավ է, չէ, որ մեր կողքին Պետրոսյան կա, որ չի քննադատում, մենակ լսում ու օգնում է։ Ճիշտ է։ Դե վերցրու։ Ալա։ Միլեն ամեն ինչ նորմալ է։ Հա։ Գամ հետևիցդ։ Լավ, դե եկա։ Ասաց, որ գալիս եմ։ Շատ լավ է։ Բայց դու հաստատ արդեն լավ ես այդ։ Լավ եմ, լավ։ Սա դեսոր չեմ տեսել Լևոնին ու նենց եմ կարոտել։ Մոտս նենց տպավորությունը, որ մի ամբողջ հավերժություն չեմ տեսել։ Չեմ պատկերացնում, թե ինչ կնի, երբ որ գնանք։ Մի տխրի հա խնդրում եմ։ Այնքան դժվար է սեդ։ Ամեն անգամ, որ Լևոնին տեսնում եմ, մտածում եմ, որ էլ չեմ տեսնելու, էլ կողքից չի լինելու, սիրտս նենց է կծկվում։ Ուզում եմ մեր միասին անցկացրած ամեն վայրկյանը, ամեն պահը պահել հիշողությանս մեջ։ Մեն էլ մի սկսի, հա, հեսա դու լացելու ես ու նորից ես սկսեմ լացել։ Չէ, չեմ լացում։ Չեմ ուզում, որ Լևոն ինձ կարմրած աչքերով տեսնի։ Վերջացավ, ապրես, ճիշտ ես։ Ալյով ջան։ Գտար Սուրոյին։ Հա, հիմա կողքս նստած է։ Հələ հեռախոսը տուր դրան արամ։ Սուրո լյովն է։ Չեմ ուզում պատասխանեմ մար։ Արամ փոխանցի իրան, որ ինչ էլ ուզում անի չի կարող ինձնից փախնի։ Ու երբ որ ես իրան բռնեմ, ինքին շատ բան պիտի բացատրի։ Չէ, Սուրո։ Ինչ ես հասկանում, ինչ ես անում։ Միլջան ներքևն եմ, իջի։
Մերի, բաց դուրը։ Գնա, չեմ ուզում քեզ տեսնել, գնա։ Մերի, բալես, բաց դուրը խոսանք, հա։ Չէ, պապ, չեմ ուզում։ Էդ դու չես ուզում, որ իմ մաման գա, էդ դու չես թողնում։ Մերի, ինչ ես խոսում, բաց դուրը ասում եմ։ Չէ, ես չեմ ուզում քեզ տեսնել, գնա։ Մերի։ Ասում եմ, ես իմ մամային եմ ուզում։ Մերի։ Ես իմ մամային եմ ուզում։ Մամ, ինչ ես անում։ Մեկ շուտ կստի տաքսի վարի, հա, իմ ներվերը չի երիքում արդեն։ Մերին մտել է բաղնիկ ու դուրս չի գալիս։ Մամ, ասեցի դրա անունը իմ մոտ չտաս։ Ես էլ կնիկ չունեմ։ Արդեն տենց, հա? Գալի հասնում ես մեր տան մոտ ու տունել չես մտնում։ Սեյդ ջան, այս անգամ չէ էլի։ Նեղված ես լիվ։ Չէ, նորմալ ամեն ինչ։ Գնանք։ Գնանք։ Այ տենց։ Պինդ բռնի Լևոն ձեռքու էլ երբեք բաց չթողնես։ Երբեք բաց չեմ թողնում։ Լյով ես քո տեղը լինեմ, գիտես ինչ կանեմ։ Միլենային կփախցնեմ, տեսնեմ էլ ոնց են Ամերիկա տանելու։ Լավ ես գնաց։ Միլի եթե իմանամ տենց բան կանես, մի վայրկյան չեմ մտածի։ Կգաս Միլի մի հետ։ Առանց մտածելու։ Ես մենք տենց բան չեն կարող անել։ Ինչի։ Ոչ դու ես չափահաս, ոչ ես։ Մերոնք ինձ կտանեն։ Կտանեն ու ես երբեք էլ քեզ չեմ տեսնի։ Միլարի պատմանների մասին չմտածենք, լավ։ Առանց էլ տրամադրություն չունեմ։ Լավ։ Կասես ուր էր, ինչ էր եղել։ Կներես, բայց չասեմ էլի։ Իմ մամա շատ ցավոտ թեմա է։ Լավ։ Չէ, այդպես ես ուզում մի խոսի։ Գնանք։ Ուր։ Մի քիչ ման գանք։ Ջան, Գոհար, ոնց եք, ինչ ես անում։ Ինչ պետք է անեմ, էլի մենակ նստած եմ։ Լևոնը տանը չի։ Չես խոսել հետը։ Կարողանում եմ, որ խոսեմ։ Հարցեր եմ տալիս, չի պատասխանում։ Ես չգիտեմ իմ երեխան ուր ա գնում, ինչ ա անում։ Լիտոնում թաթ խաբում։ Լավ, Գոհար ջան, մի հուզվի։ Հեշտ ես ասում Լիտ։ Երեխես չգիտեմ ինչ գործերի մեջ ա մտել։ Ում հետ, ինչ ա անում։ Ամբողջ գիշեր տանը չի եղել ու դու ասում ես մի հուզվի։ Ուզում ես ես խոսեմ հետը։ Իմաստ չունի։ Լիդ, ես հասկացա, որ Լևոնը ինչ-որ բան ա ուզում ապացուցել Ալբերտին։ Այս ամենը Ալբերտին ա ուղված, բայց դե տենց էլ երեխես իրան կործանում ա։
Ով գոհար։ Իզուր էլ զանգեցին։